ամփոփենք այսօրվա հանրահավաքը արդեն ավարտվել է եւ ուզում նախ ձեր տպավորությունը ինքներդ հայտնեք, որտեղ բավական բազմամարդ էր հավաքը, դա շատ ուրախացնող է իհարկե եւ կարծում եք իսկապես գործնական քայլերի հանրահավաք էր սա, մեկնարկը տրվեց գործնական քայլերի։ Շնորհակալություն, իհարկե ուրախալի է, չնայած մենք ավելին էինք սպասում, բայց բազմամարդ էր այս միտինգը եւ այո, հույսը կա, որ ասա իրավական քայլեր, արցախցիները համախմբված իրենց հավաքական վերադարձի իրավունքն են պահանջում եւ իրավունք ունեն, իրենց սոցիալական հարցերը, ինչու՞ չէ նաեւ քաղաքական հարցերը հանրահավաքը կայացավ, ինձ թվում է իր նպատակին ծառայեց, սա երևի սկիզբն է, վերջապես ժողովուրդը զարթնեց, զարթոնք կասեի, գարնանը ինչպես բնությունը, այնպես էլ մարդիկ զարթոնք ապրեցինք, ինձ թվում է սկիզբը դրված է, մենք պետք է միասնական լինենք, որովհետև Չարենցյան խոսքերը մենք չենք կարող մոռանալ, ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է, քո միասնության մեջ է։ Եվ այսօր ճանապարհին հանրահավաք գալուց լսում եմ փոխնախարարի ելույթը, լսում եմ վարչապետի ելույթը, թե ինչպես մենք որոշել ենք կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ աջակցություն, այդ ծրագիրը մենք ուզում ենք կրճատել, չենք կարող թողնել այդ վիճակում, պետք է կախվածություն լինի, որպեսզի արցախցիները ստիպված օգտվեն բնակ ապահովման ծրագրերից։ Թույլ տվեք ասել, որ պարոնայք ելույթ ունեցողներ, այդ 40+10-ը, որ դուք տալիս եք, դա նախ դուք չեք տալիս։ Երկրորդը, արդյոք ձեր տված 40+10-ը բավարար է հայաստանյան բնակավարձերը վճարելու համար։ Մարդիկ ասում է 25,000-ը աշխատում է, կասեք ինչ են աշխատում, ինչ աշխատավարձ են ստանում եւ այդ աշխատավարձը կամ ստացվող թոշակը դնում են ձեր տված գումարների վրա, որ կարողանան տանվարձ ու կոմունալ ծախսեր փակեն։ Ու մինչև հիմա արցախցիները հարստացրել են տանտերերին, հիմա էլ ուզում եք ամբողջ արցախահայությունը շրջել ու մտցնել բանկերը, որ մինչև կյանքի վերջ վարկ վճարեն, ինչի համար։ Մենք ունենք այնտեղ տուն, տեղ, նախ մեր հավաքական վերադարձի հարցը լուծենք, ինքնորոշման հարց լուծենք, մեր կոմպենսացիայի հարցը լուծենք, տեսնենք ինչպես թե։ Ես չեմ ուզում ոչ տանտիրոջ հետ վճար մուծեմ, ոչ էլ բանկերի հետ վարկ մուծեմ։ Ես ուզում եմ պետությունը, որ պարտավոր է ըստ փախստականի օրենքի համապատասխան հոդվածի, ինքը ժամանակավոր կացությամբ ապահովել, թող ինքը գիտի տանտիրոջ փողը վճարի կամ կացությունը ապահովի, այնուհետ արդեն հիմնական բնակարանով ապահովելուց հետո նրանից հետո թող այս մեկը վերացնի, դու կրճատում ես սա, ասում ես կրճատեմ, մնա դրսում, որպեսզի ստիպված գնա, ինչու չի պետք է իրենք գնան առաջնագից։ Առաջինը արցախցին չի հրաժարվում, ոչ Մայր Հայաստանի սահմանները պահելուց, ոչ էլ ծառայությունից, բայց այնպես են անում, նախ փախստականը, որ երկրից, որ ինքը փախստական է համարվում, իրավունք չունես այդ սահման ուղարկելու թշնամու բերան։ Բացի դրանից, նորից եմ ասում, ահազանգի համար մեկի դեպքում երևի ավելի շատ արցախցիներ կլինեն, քան թե մյուս բնակիչները։ Սա չի հարցը։ Հարցը նա, որ արցախցին հայաստանցի դարձնելով իրենք վերացնում են այդ փախստականի աջակցության խնդիրը։ Չկա Արցախ, չկա արցախցի, հարցը փակված է։ Բայց թույլ տվեք ասել, արցախցիները ունենալով Հայաստանի Հանրապետության անձնագիր 070 կոդով, մենք այնտեղ աշխատելով, արարելով, թոշակի անցնելով կոնկրետ դեպքում, ստանալով տարիների վաստակը, վաստակավորի կոչում, եկել ենք Հայաստանում վաստակավորի կոչում եւ մյուս պարգևավճարների չկան։ Նրանք կտրել են այդ պարգևավճարները, կտրել են նաև թոշակառուների 10% թոշակի, ինչ իրավունքով։ Ես Հայաստանի Հանրապետություն չեմ անցել թոշակի եւ այս պայմաններում չեմ աշխատել ու 47 տարվա
աշխատանքային ստաժի դիմաց ստացած իմ թոշակը ինչ իրավունքով եք վերահաշվարկարել ու 10% իջեցրել։ Ստիպել եք հաշվել եք, որ Հայաստանի քաղաքացի եմ ու պակասեցրել եք թոշակը։ Բա հիմա ո՞նց ստացվեց, որ Հայաստանի քաղաքացի չեմ։ Եթե քաղաքացի եմ, չեմ հասկանում, ասում ես նորից քաղաքացիություն վերցրու։ Ինչի վերցնեմ։ Չեմ վերցնում։ Ես որպես փախստական դու այդ աջակցության ծրագիրը օգտագործում ես, ասում ես օգտվիր այդ ծրագրից։ Եթե ես փախստական չեմ, որպես Հայաստանի քաղաքացի, ինչպես օգտվեմ։ Չէ՞ որ Հայաստանի քաղաքացիների մի 30%-ը նույն վիճակում են։ Ու ինձ թվում է արցախցիների իրավունքները բոլորը արդեն հասկացել են, որ մեր մայր Հայաստանի իշխանությունները իրենք միտված չեն օրենքները ծառայեցնել դրան, այլ հակառակը ամեն ինչ ուզում են անել, որպեսզի թշնամու ջղացին ջուր լցնեն, խաղաղության խաչմերուկ ասելով, չգիտեմ, պայմանագիր ասելով, ամեն ինչ ուզում են անել, մայր Հայաստանը հասցնել Արցախի կարգավիճակին։ Եվ ամփոփելով Տիկին Հարապետյան, այսօրվա հանրահավաքը գործնական առումով ինչ տվեց, շտաբ է ձևավորվել, նպատակ կա հենց այստեղ Ազատության հրապարակում վրաններ դնել, բայց մենք լսեցինք, որ ոստիկանությունը կարծես սկսել է արդեն նեղել, երբ որ նրանք վտանգ են տեսնում, անմիջապես վերևից հրահանգ են ստանում, մարդկանց վրա քրեական գործեր սարքելու, բերման ենթարկելու, ինչ մտավախություններ ունեք։ Ուրեմն ասեմ, այդ հրահանգները արդեն իսկ տրված էր մի քանի օր առաջ, պատրաստ էին նրանք եւ սադրանքների եւ բռնությունների եւ այլը, ոչ մեկն էլ չի վախենում։ Եթե մարդ իր իրավունքը պահպանում է, ինչից պիտի վախենա։ Դե հիմա հասկացանք, իշխանությունները վախենում են, բայց մի ամբողջ արցախահայություն իր իրավունքները պահելու, պահանջելու իրավունք ունի, թե չունի։ Ամբողջ միջազգային արենան դրա մասին է խոսում։ Մենք նստենք, ասենք ուրիշները մեր փոխարեն մտածեն, այստեղ կանայք նստացույց են կազմակերպում, նստած են խիտ եւ իրենք ուզում են, որպեսզի նստացույցով իրենց բողոքը նույնպես հայտնեն։ Հայտարարվեց։ Այն հայտարարում է ստացույցը իրականացնում։ Եվ հայտարարվեց, այո։ Եվ ոչ միայն կանայք, բոլորն էլ ուզում են, որ թե ուղերձ կլինի, թե ինչ որ արձանագրություն, եւ դա քաղաքական քայլի սկիզբ է, ինչու՞ չէ։ Ինչու՞ չէ, ինչու վախենանք ասել, մենք ոչ մի վատ բան չենք ուզում, մենք ընդհանրապես ուզում ենք հավաքական վերադարձի իրավունք, ուզում ենք այստեղ փախստականի իրավունքների պահպանում, որպես պահանջատեր։